Մարտի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռաֆիկ Զաքարյանը։ Մասնակցում էին գլխավոր վարչության ղեկավարությունը, ոստիկանության Երևան քաղաքի մարզային վարչությունների եւ բաժինների պետերի օպերատիվ գծով տեղակալները։ Թեման թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման եւ այդ ոլորտում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումների աշխատանքի համակարգման խնդիրներն էին։ Խոսելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին, Ռաֆիկ Զաքարյանն անդրադարձավ իրականացվող համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներին, մայրաքաղաքում եւ մարզերում տիրող իրավիճակին, համապատասխան ծառայությունների աշխատանքին եւ գրանցած արդյունքներին։ Համեմատություններ անցկացվեցին անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված թմրամիջոցների, հոգեմետ հոգեներգործուն նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեպքերի, դրանցում ներգրավված անձանց ու բացահայտումների թվերի միջև։ Քննարկվեց տիրող իրավիճակը, նշվեցին տեղ գտած բացթողումները, արվեցին համատեղ աշխատանքի որակի բարձրացմանն ուղղված առաջարկություններ։ Ռաֆիկ Զաքարյանն անդրադարձավ բացահայտման աշխատանքների, կանխարգելիչ միջոցառումների ընթացքում կատարողական կարգապահության բարելավմանը, այս եւ մի շարք այլ հրատապ խնդիրների կարգավորման եւ առկա թերությունների վերացման վերաբերյալ տրվեցին կոնկրետ հանձնարարականներ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մարտի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 26-ը, ավազակային հարձակման 3 դեպքից 1-ը, բացահայտվել է գողության 14, խարդախության 9, դրամանենգության եւ խուլիգանության 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, գողության 17 եւ խարդախության 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 56-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում եւ մայրաքաղաքում։ Մարտի 16-ից 22-ը Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքի տեղափոխվել 223 տրանսպորտային միջոց, որից 119-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 104 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու եւ այլ խախտումների համար։ Ոստիկանության Թումանյանի բաժնում օրերս տեղեկություններ ստացվեցին, որ Մարց գյուղի բնակիչներ Վահե եւ Վաչե Խաչատրյանները նախնական համաձայնությամբ մարտի 11-ին որոշել են ավազակային հարձակում կատարել։ Ոստիկանության Գուգարքի եւ Թումանյանի բաժնի քրեական հետախույզները հետապնդում միջոցառման շրջանակներում մարտի 11-ին Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի մոտ տեղակայված պահակակետից բերման ենթարկեցին Խաչատրյան եղբայրներին։ Թումանյանի բաժին բերվեց նաեւ նրանց տեղափոխած Ռենո Մակտիշի տաքսին։ Մեքենայի զննությամբ հետևի նստատեղի ոտնահարթակին դրված պոլիէթիլենային պարկից հայտնաբերվել է 1 ինքնաշեն ինքնաձիգ պահունակով եւ 9 մմ տրամաչափի 10 փամփուշտներով, կպչուն ժապավեն, 2 գլխարկ աչքերի համար կլոր բացվածքներով, 2 զույգ ձեռնոց։ Մեքենայի աջ նստատեղի տակից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ 5.6 մմ տրամաչափի փամփուշտով, սրահից դանակ, բեռնախցիկից էլեկտրաշոկ։ Մի դանակ էլ ոստիկանները անձնական խուզարկությամբ Վաչե Խաչատրյանի գրպանից հանեցին։ Վահե եւ Վաչե Խաչատրյանները հայտարարել են, որ հայտնաբերվածը պատկանում է իրենց։ Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Վաչե եւ Վահե Խաչատրյանները կալանավորված են։ Քննությունը շարունակվում է։ Որպես անհայտ կորած որոնվում է 1956 թվականին ծնված Սվետլանա Դանիելյանը, որը փետրվարի 24-ին Բյուրեղավան քաղաքի առաջին թաղամասի 5-րդ շենքից դուրս է եկել եւ անհայտ կորել։ Սվետլանա Դանիելյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության կոտայքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 590614 0222 22202 21107 հեռախոսահամարներով։ Մարտի 24-ին Երևանի ժամանակով ժամը 11-ից 13 արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության
Skype-ի հասցեն Armenian Police։ Հարցեր կարելի է ուղարկել նաև press.police.am քարտուղարություն /police.am էլեկտրոնային հասցեներին։ Տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Որ դեպքում քաղաքացիներին կարող է տրվել հին նմուշի անձնագիր եւ անձնագրի ժամկետի երկարաձգման հնարավորություն։ 2014 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է հին նմուշի անձնագրերի տրամադրումը, բացառությամբ օտարերկրյա պետություններում գտնվող այն դիվանագիտական ծառայությունների, որտեղ դեռ ներդրված չէ կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրային համակարգը։ Հին նմուշի անձնագրեր կարող են ստանալ նաև մինչև 16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիները։ Ցանկության դեպքում նշված կատեգորիայի անձինք հին նմուշի անձնագրի փոխարեն կարող են ստանալ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր։ Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ստացած անձնագրերը կարող են օգտագործվել մինչև դրանց վավերականության ժամկետի լրանալը։ Եթե դրանց վավերականության ժամկետը երբևէ չի երկարաձգվել, այն կարող է երկարաձգվել 1 անգամ 5 տարով։ Դրա համար կարող եք ներկայանալ բնակության վայրի անձնագրային ծառայություն եւ 1 պատուհանի սկզբունքով իրականացնել անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման գործընթացը։ Դրա համար պարզապես պետք է այցելել բնակության վայրի անձնագրային ծառայություն։ Հետևյալ գործընթացի համար գումար չի գանձվում եւ իրականացվում է տեղում։